Քանի որ մենք ուսումնասիրում ենք արդեն Արցվանի գյուղը եւ իմացանք պարոն Սմբատյանից, որ այնտեղ հնագետ Ավետիս Գրիգորյանը ուսումնասիրում է Երիցվանքի ողջ տարածքը, իհարկե չէր կարող այս ամենը անմասն մնալ մեր հաղորդաշարից։ Այդ իսկ պատճառով հանդիպել ենք հնագետի հետ եւ հիմա կպարզենք, թե ինչ է կատարվում Երիցվանքում։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Հավանում եք Սյունիքը։ Շատ։ Մի քիչ խոսենք Երիցվանքի մասին։ Այ ինչը դրդեց, որ գաք ու հասնեք Սյունիք, մասնավորապես Կապան քաղաք եւ այնուհետեւ Երիցվանք։ Ես հնագետ եմ եւ Կապան եկանք հուշարձաններ ուսումնասիրելու նպատակով։ Արդեն երկրորդ տարին է, որ մեր արշավախումբը աշխատում է Կապանում եւ ուսումնասիրություններ են կատարում երկու շատ կարևոր հնավայրերում։ Առաջինը դա Բաղաբերդ ամրոցն է, որի պեղումները սկսել ենք նախորդ տարի եւ այս տարի շարունակվեցին, եւ մյուսը Երիցվանք վանական համալիրը, որի պեղումները սկսել ենք վերջերս։ Մեզ շատ հետաքրքիր է ինչ բացահայտեցիք Երիցվանքի տարածքում, որովհետև մեզանից շատ քչերն են եղել այնտեղ, ես վստահ եմ, ու մենք մանրամասն կփորձենք դա ներկայացնել, ինչ հնություններ են եղել, որ երրորդ դարի մասին է առհասարակ Երիցվանքը։ Շատ լավ, Երիցվանք վանական համալիրը ընդհանրապես մեր միջնադարյան կարևոր հնավայրերից մեկն է, կարևոր հուշարձաններից մեկն է, որի մասին ցավոք շատ քիչ տեղեկություններ կան եւ մասնագիտական գրականության մեջ, եւ ինչպես նշեցիք, մարդիկ շատ քիչ գիտեն, անգամ Կապանում շատ քիչ գիտեն Երիցվանքի մասին ընդհանուր առմամբ։ Եթե ամենակարևոր բաներն ասեմ Երիցվանքի մասին, Երիցվանքը 5-րդ դարում հիմնադրված վանական համալիր է եւ նրա հիմնադրումը կապվում է Երիցակ վանականի հետ։ Այդ ավանդույթը մեզ հաղորդում է Սիմնյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Երիցվանք վանական համալիրը մի մեծ համալիր է, մոտարապես 1.5 հեկտար տարածք զբաղեցնող համալիր է, որտեղ պահպանվել են գլխավոր եկեղեցու ավերակները, Ստեփանոս նախավկա եկեղեցու ավերակներն են, փոքր եկեղեցու ավերակները, Գավիթ ունի եկեղեցին, պարիսպներով է շրջապատված, վանական խցերի հողացած ավերակներ կան, քարայրներ կան, որոնք բնակեցված են եղել միջնադարում, այսինքն սա մի շատ հարուստ, գեղեցիկ, մեծ ու հռչակավոր վանք էր միջնադարում, որը գործել է հավանաբար մինչև 18-րդ դար, ինչպես նշում է Ռաֆին, ով 1881-ին եղել է Արցվանի գյուղում, հարևանությամբ գտնվող, եւ գյուղացիներից տեղեկություններ է հավաքել նաեւ Երիցվանքի մասին, քանի որ ինքը նախապատրաստում էր այդ ժամանակ գրելու իր Դավիթ-բեգ պատմավեպը։ Ճիշտն ասած, կուզենայինք մի քիչ խոսել պեղումների մասին, թե ինչ եք հայտնաբերել այնտեղից եւ ինչպես կարելի է պահպանել վանական այդ համալիրը։ Ինչ նախաձեռնություններ կան, ինչ առաջարկներ կան։ Շատ լավ, ուրեմն մեր պեղումները իրականացում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության արշավախմբի կողմից։ Պեղումները, ասենք նախ առաջին պեղումներն են Երիցվանքի տարածքում, երբևէ Երիցվանքի տարածքում պեղումներ, հետազոտական աշխատանքներ չեն իրականացվել, սրանք առաջինն են։ Մենք պեղումները սկսեցինք փոքր եկեղեցու տարածքից, դա վանական համալիրի հյուսիսային կողմում գտնվող փոքր կառույցն է եւ մեր այս կարճատև պեղումները շատ հետաքրքիր արդյունքներ տվեցին։ Պարզվեց, որ այս եկեղեցին միանավ մատուր դամբարան է, ընդ որում մատուր դամբարանի հատվածը երկհարկ է, այսինքն դամբարանային կառույցը ստորին հարկում է եւ վերևում գտնվում է եկեղեցու նախասրահը եւ եկեղեցու դամբարանային կառույցում, այդ դամբարանախցում հայտնաբերվեցին 5 անատների կմախքներ, շատ հետաքրքիր է եւ դրանք առաջիկայում կուսումնասիրենք լաբորատորիայում, պարզելու համար դրանց հետ կապված բազմաթիվ մանրամասներ, ինչ տարիքի մարդիկ են եղել, ինչ սեռի մարդիկ են եղել, ովքեր են եղել, երբ են ապրել եւ այլն, եւ սրանք փոխում են Երիցվանքի մասին մեր իմացած տեղեկությունները բազմաթիվ նոր ինֆորմացիաներով։ Սա փաստորեն մի սրբավայրի վրա կառուցված եկեղեցի է, որտեղ միջնադարում այդպիսի ավանդույթ կար, այն մարդիկ, ովքեր սրբադասված են եղել եկեղեցու կողմից կամ նահատակվել են հանուն հայրենիքի կամ հանուն հավատի, նրանց գերեզմանի վրա կառուցվել են
եկեղեցիներ ու մատուռներ, այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Արցախից միջև Հայաստանի բոլոր վայրերը եւ այդ մատուռ դամբարանային համալիրները երկհարկ կամ միահարկ բազմաթիվ են Հայաստանի բոլոր մարզերում լավ օրինակներից մեկն է նաեւ Վահանավանքի այդ երկհարկ մատուռ եկեղեցին եւ դրանք թվագրվում են ընդհանուր առմամբ 5-ից մինչեւ 13-րդ դարում դրանք շատ տարածված երևույթ են ու փաստորեն այդ պեղումները ցույց տվեցին, որ մենք Երիզվանքում եւս այդպիսի մի կառույց ունենք։ Հետաքրքիր է նաեւ այդ կմախների հետ հայտնաբերված գտածոներ, ցավոք մեր պեղումները ցույց տվեցին, որ այդ գերեզմանը, այդ դամբարանը ինչ որ ժամանակ գուցե միջնադարում ավերվել է, բխսվել է եւ այնտեղ ամբողջությամբ քարուքանդ էր, ոսկորները աչուձավ թափված, այսինքն մեզ հնարավորություն չեղավ դրանք անատոմիական վիճակում ֆիքսելու այդ կմախները, բայց կմախների հետ օրինակ հայտնաբերվեցին մի դանակ հայտնաբերվեց, տեգի մի ծայր հայտնաբերվեցին բազմաթիվ երկաթյա մեխեր, մոտ 100-ի չափ երկաթյա մեխեր, որոնցով հավանաբար ամրացված է եղել ինչ-որ մի դագաղ կամ պատգարակ, որի մեջ կամ որի վրա այդ հանգուցյալները դրված են եղել եւ այստեղ բազմաթիվ դեռ ուսումնասիրելու կարիք կա լաբորատոր փուլ։ Մեզ շատ է հետաքրքրում ապագայում նախատեսվելիք անելիքները, ինչ եք նախատեսում անել, ինչ ճակատագրի կարժանանա մեր երիցվանքը։ Երիզվանքում պեղումները ասացի, որ դեռ նոր են սկսել, բայց այստեղ դեռ պեղելու շատ ու երկարատև աշխատանքի կարիք կա, կարծում եմ դեռ տարիներ կտևեն Երիզվանքի պեղումները։ Մենք առաջին փուլով սկսեցինք այս փոքր եկեղեցու պեղումներով պարզվեց մատուռ դամբարանը, բայց առաջիկա տարիներին այդ պեղումները կշարունակենք դեպի Պարսպի հատվածը, դեպի գլխավոր եկեղեցի, նրա շուրջը, դեպի Գավթի հատվածը, որտեղ այստեղ զուտ վիզուալ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 1.5-ից 2 մետր հողաշերտ կա, որը պետք է մաքրել, պեղել, ուսումնասիրել, այսինքն մոտակա առաջիկա տարիներին կշարունակվեն պեղման աշխատանքները, բայց նաև պեղումներին զուգահեռ կսկսվեն նաև վերականգնման աշխատանքներ, այս շուտով մենք կավարտենք առաջին փուլի պեղումները եւ պեղումներից անմիջապես հետո աշխատանքին կմիանան ճարտարապետները, վերականգնող ճարտարապետները, ովքեր կչափագրեն բացված կառույցը, բոլոր հայտնաբերված շինաքարերը ու կսկսեն կազմել փոքր եկեղեցու վերականգնման նախագիծը, այնպես որ հաջորդ փուլում մենք մի օր կունենանք փոքր եկեղեցին վերականգնված։ Իմ երկիր հայրենի հոգսերդ շատ հույսդ մեծ Արծվաբուն երկիր Իմ պապերն են քեզ շահել Իմ եղբայրքն են քեզ պահել Քոնեն որդիքն իմ ջահել հայրենի երկիր Հայաստան